Առաջինը դրանք են մարդիկ են, որոնք առավել վտանգի ենթակա են այս առումով, առավել խոցելի են, դրանք են մարդիկ են, որ հենց մասնակցել են պատերազմին ու պատերազմի դաժանություններն են տեսել, բնականաբար հետ պատերազմական շրջանում տրամադրության խանգարումները, տրամադրության փոփոխությունները, բացասական փոփոխությունները կարող են առաջացնել ոչ թափ ապրելու ցանկություն, սկսած ալկոհոլից մինչև թմրամիջոցների գործածում։ Երկրորդ խումբը դրանք են մարդիկ են, որոնք հարազատ են կորցրել ու վշտի մեջ են, իսկ տենց մարդիկ բավականին շատ են մեր մոտ, ու իհարկե այս դեպքում էլ էլի խոցելի են, էլի վշտի մեջ։ Եվ երրորդը դա ընդհանուր հասարակությունն է, պատերազմը իրականում ազդել է բոլորիս վրա եւ Հայաստանի բոլոր բնակիչների վրա, ու ոչ միայն Հայաստանի, նաեւ դրսում ապրող մարդկանց, որտեվ ցավալիորեն ինքնին վատ բան լինելով պատերազմը, աղետ լինելով, ուժեղ ստրեսներին ու տրամադրության խիստ բացասական փոփոխություն ազդել է նաեւ այն հանգամանքը, որ այդ պատերազմը ուղիղ եթերում մենք տեսել ենք փաստացիորեն։